Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգին Սրբո ամեն։ Սիրելի ավատացյալներ, այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է, տոնախմբում է կրկնազատիկը կամ նոր կյուրակին։ Արևմտյան աշխարհում այս կյուրակի կոչվում է նաև սպիտակ կյուրակի, որովհետև մեր Տերը գալով, մեզ նման լինելով, մեզ ամեն ինչից մաքրեց, ամեն ինչից նորոգեց, սպիտակացրեց։ Նրանք այդպես շատ գեղեցիկ մեկնություն են տալիս։ Մենք ասում ենք նոր կյուրակի, նորոգեց։ Շատ հետաքրքրական է, տեսեք, երկերքոցում եկեղեցին երկու կերպ է նկարագրվում։ Առաջինը նկարագրվում է հետևյալ կերպ։ Ասում են ինձ մի նայեք, ես սև եմ, մուր եմ։ Ինչու՞։ Որտեվ հին եկեղեցին, հին Սիոնը, հին ուխտը չուներ ճշմարտության այդ ամբողջ զորությունը, որտեվ ընդհանրապես մարգարեներին էր հայտնված ամենասուրբ երրորդության դավանությունը։ Եսային ինչ է ասում։ Ասում է սուրբ, սուրբ, սուրբ Տեր զորությունների։ Այսինքն խորհրդանշում է, որ արդեն նրանք փոքրինչ գիտեին ամենասուրբ երրորդության ճշմարիտ դավանանքի մասին։ Սաղմոս 2-ն ամենասուրբ երրորդության ճշմարիտ դավանանքը, ահա, հենց այսպես է նկարագրում։ Հենց այսպես է նկարագրում ամենասուրբ երրորդության դավանանքը։ Ասում է ողորմությամբ տյառն լի եղև երկիր։ Տիրոջ ողորմությամբ է ամբողջ երկիրը լցված, այսինքն հայրաստու ողորմությամբ է լցված ամբողջ երկիրը։ Եվ բանիվ տյառն երկինք հաստատեցան, եւ նրա խոսքով բանն Աստծով, Հիսուս Քրիստոսով, այսինքն որդի Աստծով, ամբողջ երկինքը հաստատվեց։ Եվ հոգով բերանով նորա ամենայն զորություն կնոցա, եւ նրա հոգու բերանով, հոգու շնչով, հոգու զորությամբ ամբողջ երկնային զորությունները։ Այսինքն ցույց է տալիս ժողովուրդ ջան, ամենասուրբ երրորդության արարչակից լինելը։ Հայրը ավելին չէ, որդին պակաս չէ, հոգին ավելին չէ եւ պակաս չէ, որդին ավելին չէ եւ պակաս չէ, հայրը, որդին եւ Սուրբ Հոգին համահավասար նույն կամքը, նույն իշխանությունը, նույն թագավորությունը ունեն աստվածությամբ։ Նրանք տարբեր են միայն անձերով, երեք անձինք, երեք անձեր, սակայն մեկ բնություն, մեկ աստվածություն, արարիչ երևելիների եւ աներևույթների։ Ահա մեր Տերը գալով մեզ ամենասուրբ երրորդության դավանանքը բացեց, այսինքն եկեղեցու ճշմարիտ վարդապետության խորհուրդը բացեց։ Նաեւ բացեց հենց այդ նույն սկզբունքով նրա երկրպագությունը, հոգի Աստված, եւ նրան պետք է երկրպագեն հոգով եւ ճշմարտությամբ։ Այսինքն, երբ որ մենք երկրպագում ենք ամենասուրբ երրորդությանը, պետք է երկրպագենք հոգով եւ ճշմարտությամբ։ Եթե դրանցից որևէ մեկը հանենք, որտեվ եթե հոգևորը հանենք, կլինի միայն մարմնապես ենք երկրպագում, հոգեպես չենք երկրպագում։ Եթե ճշմարտությունը հանենք, ուրեմն տարբեր տեսակի կրոնական կազմակերպությունների շարքերում կհայտնվենք։ Կրոնների շարքերում կհայտնվենք։ Եվ այն խոսքը, որ ասում է դե Աստված մեկ է եւ մենք երկրպագում ենք նույն Աստծուն, իրականություն կդառնա, սակայն այդպես չէ։ Մեր Աստված, մուսուլմանների Աստված, կրիշնայիստների Աստվածը ամենևին էլ նույնը չեն, այլ տարբեր են, որտեղ ասում է ով ինչ չընդունեց Հորը։ Եթե մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին որպես կատարյալ Աստված, կատարյալ անձնավորություն, կատարյալ արարիչ, ուրեմն մենք կարիք չունենք մնացածին նայելու, մնացածին ճանաչելու, մնացածին երկրպագելու։ Հենց այդ պատճառով ժողովուրդ ջան, մեր Տերը բերեց ճշմարտության դավանաբանությունը, ճշմարտության, որը որ մենք երկրպագում ենք Հորը հոգով եւ ճշմարտությամբ։ Մեր Տերը բերեց նորոգեց, այս կիրակիով նորոգեց եկեղեցու խորանը։
հին խորանի վրա, հին սեղանի վրա պատարակում էին գառներ, նոխազներ եւ տարբեր տեսակի կենդանիներ։ Մեր Տերը գալով, լինելով ճշմարիտ գառը, Աստծու գառը, ինքն իրեն պատարակ մատուցեց, որպեսզի մեզ ազատի, այսինքն մենք կարիք չունենք զոհերի, զոհաբերությունների։ Տեսեք ինչպես նորոգեց, մեզ նորոգեց վերստին ծնունդով։ Եսայի մարգարեն 66-րդ գլխի 8-րդ համարում ասում է, ով է տեսել, որ մի ազգ մեկ օրում ծնվի, եւ պարզում է, որ քրիստոնյաները ծնվեցին եւ ինչպես որ Սուրբ Հոգին շրջում էր ջրերի վրա եւ այնտեղից թռչուններ էր արարում եւ օդ էր բարձրացնում, ահա մկրտությամբ Սուրբ Հոգին շրջում է ավազանի վրա, այնտեղից մարդկանց հոգիներն է վեր բարձրացնում։ Մեզ նորոգեց, նոր դարձրեց իր անվամբ։ Եսայի մարգարեության 65-րդ գլխի 15-րդ համարում ասում է, իմ ընտրյալներին նոր անուն եմ տալու։ Եվ մեզ տրվեց քրիստոնյա անունը, բարձրագույն անունը, Աստծու որդի կոչվելու անունը։ Պատարակիչ քահանան գեղեցկագույն մի ծածուկ աղոթք ունի։ Ասում է, գոհանում ենք քեզանից Հայր, որովհետև մեր բնությունն ավելի պատվեցիր, քան նախկինների բնությունը։ Մեզ համար, նրանց համար Աստված էիր, իսկ մեզ Հայր անվանվեցիր մեզ ողորմելով, այսինքն իր ողորմության արդյունքում, իր սիրո արդյունքում մենք որդիներ դարձանք, նոր անուն ստացանք, որովհետև մեր Տերը նորոգեց նաև իր ժառանգությունը, իր ժառանգությամբ, եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք ձեզ համար պատրաստված այս ամբողջ երկնքի արքայությունը, բայց դրան նախորդել էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի այն խոսք, որ ասում է, սոված էի եւ ինձ կերակուր տվեցիք, մերկ է եւ ինձ գեստավորեցիք, ծարավ է եւ ինձ ջուր տվեցիք, բանտում է եւ ինձ այցելության եկաք, Տեր, երբ քեզ տեսանք, սոված, ծարավ, մերկ եւ այդ ամենը քեզ արեցինք, այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք, այսինքն երբ որ մենք ուզում ենք Աստծո ժառանգությունը ստանալ, մենք այստեղ պետք է ինչ ցանենք, ողորմություն ցանենք, Երանի ողորմածներին, որտեղ նրանք ողորմություն պետք է գտնեն։ Պողոս Առաքյալը գաղատացիների թղթում գեղեցկագույն կերպով է այս ամենը բացատրում, ասում է դու այլևս ծառա չես։ Ինչու, որտեղ ծառան գաղտնիքներ չգիտի։ Ծառան իր արքայական սեղանից չի օգտվում։ Դու այլևս ծառա չես, այլ որդի։ Եթե որդի ես, ուրեմն ժառանգ Աստծո։ Դու այդ ժառանգության կրողը եղար, կրիչը եղար, այդ ամբողջ ժառանգության։ Տեսեք, թե ինչ գեղեցկագույն կերպով մեզ նորոգեց, մտնելով մեր կյանքից ներս, մեր հոգուց ներս, մեղքի նմանության մարմինը հագավ, առանց մեղքի, դատապարտեց մեղքը մարմնի մեջ, որպեսզի մեզ նորոգի, որովհետև այն, որ Ադամը մեղք էր գործել, Քրիստոս մեր նման լինելով նորոգեց Ադամի բնությունը եւ բարձրացեց հոր աջ կողմը նստեցրեց։ Մեր մարդկային բնությունը հոր աջ կողմը նստեցրեց, այդքան մեզ սիրեց, այդքան մեզ պատվեց, այդքան իր սերը ցույց տվեց մեր հանդեպ։ Եվ ահա կոչվում է նաև այս կիրակի կրկնազատիկ։ Ինչու կրկնա։ Նախ զատիկ բառը նշանակում է զատվել, մեղքից զատվել։ Հրեաները զատիկը տոնում էին փարավոնից զատվելու տոնը, կարմիր ծովով անցնելու, մենք տոնում ենք հոգևոր փարավոնից զատվելու օրը։ Չարից, սատանայից զատվելը, մեղքից զատվելը, որտեղ այնտեղ ամեն ինչ նյութական էր, այստեղ ամեն ինչ հոգևոր, այնտեղ ստվերներ, այստեղ օրիգինալը։ Պողոս Առաքյալը Եբրայեցիների 10-րդ գլխի առաջին համարում ասում է ստվերների գալիք բարիքի
փառքն էր, որ հայտնում էր, ընդամենը հինը ստվերն էր, գալիք բարիքների, գալիք փառքի, որ պիտի գար, Քրիստոսով պետք է գար, հինը դրա պատմողն էր ընդամենը, ստվերն էր, ստվերը որտեղ օրիգինալը չէ, օրիգինալը հենց ինքը Քրիստոսի բերածն էր, եւ ահա այս նույնը հենց փարավոնի օրինակով մենք տեսնում ենք, թե ինչպես մենք զատվեցինք փարավոնից, չար փարավոնից, խստասիրտ փարավոնից, մեղսասեր փարավոնից, զատվեցինք մեղքից, որպեսզի մենք Քրիստոսով կարողանանք ապրել, Քրիստոսով, միայն ու միայն Քրիստոսով, ժողովուրդ, ուրիշ ոչ մեկով, ահա հենց այդտեղ, որ մենք ազատություն ունեցանք, որովհետև այնտեղ ազատագրվեցին փարավոնի լծից, փարավոնի դատապարտվածությունից եւ փարավոնի ստրկությունից, այստեղ մենք ազատագրվեցինք մեղքի կապանքներից, մեղքի դժողքի դատապարտվածությունից, որտեղ ասում է, ուր է դժողք քո խայթոցը, ուր է մահ քո հաղթանակ, որտեղ մահը պարտվեց վերջ, մահը պարտվեց Քրիստոսի հարությամբ, դժողքը քանդվեց Քրիստոսի հարությամբ, որովհետև մտավ, ավերեց դժողքը, ազատեց հոգիներին, պարտվեց վերջ, դրա համար կրկնազատիկ է կոչվում, եւ մեզ հարություն տվեց, տեսեք Քրիստոս առաջին անգամ հարություն առնելով մեզ ինչ տվեց, մեզ տվեց հոգևոր հարություն, երկրորդ անգամ, որ պետք է ինքը գա եւ մեզ հարություն տա, մեզ բոլորից, որտեղ ասում է, բոլորը պետք է հարություն առնեն, ոմանք կյանքի համար, որովհետև բարիք են գործել, եւ ոմանք, որ չարիք են գործել դատաստանի հարության համար։ Քանի որ հիմա մենք գտնվում ենք, այո, մենք հոգեպես հարություն առանք, մեղքին հաղթահարեցինք Քրիստոսով, բայց մենք դեռ գտնվում ենք մարմնական ցանկությունների մեջ, մարմնական կիր ընդունակությունների մեջ, տրտմություն, վախ, քուն, սովածություն, այդ ամենը դեռ մեր մարմնի վրա իշխում են, բայց երբ որ Քրիստոս մեզ հարություն տա, հրեշտակապետի ձայն փողով, որ պետք է բոլորը հարություն առնեն կանգնելու Տիրոջ դատաստանի առջև, ահա մենք հարություն ենք առնելու մարմնապես, կրկնազատիկ, կրկին անգամ հարություն ենք առնելու, արդեն մարմնապես Քրիստոսի հետ կամ թագավորելու, կամ Քրիստոսից զատ լինելու համար։ Եվ երրորդը փրկագործության համար կրկնազատիկ եղավ, որտեղ այո իր առաջին հարությամբ մեզ փրկեց, բայց այստեղ եկավ 8-րդ օրը, երբ որ Թովմասն արդեն այնտեղ էր, որտեղ մեկ անգամ երևացել էր, պատմել էին Թովմասին, Թովմասն ասել էր չեմ հավատա, մինչև իմ ձեռքերը չխրեմ նրա ծակած տեղերի մեջ, չեմ հավատա, իմ ձեռքը չխրեմ կողի մեջ, չեմ հավատա։ Եվ ահա Քրիստոս գալիս է, դուռը փակ դռնով անցնում է, ցույց է տալիս իր զորությունը եւ ինչպես Տիրամոր արգանդից անցավ եւ Տիրամոր կուսությունը անխախտ մնաց, ահա այդպես փակ դռնով անցավ եւ փակ դռի կնիքը չփչացավ, չխախտվեց, գալիս է եւ ասում է խաղաղություն ձեզ, արի տես իմ ձեռքերը, շոշափիր, եւ հայրերն ասում են, երբ որ շոշափում է, երբ որ իր ձեռքը կողում է կողի մեջ, ասում է այնտեղից լույս է գալիս, իր ձեռքերը լույս է լինում եւ ասում է հենց այդ ժամանակ առաջին անգամ խաչակնկվում են եւ առաքյալները խոնարհվում են Քրիստոսի առջեւ եւ խաչակնկվում են, որտեւ իր ձեռքերը լույս էր եղել, խաչակնկվում է ցույց տալու համար իր զորությունը, Աստծո զորությունը, որ խաչով եղավ մեզ համար։ Եվ մի շատ կարևոր խոստովանություն է անում Թովմասը Տեր իմ եւ Աստվածին։ Այսինքն, երբ որ մենք այդ զորությունը ստանում ենք, այդ հավատքը ստանում ենք, մենք ինչ ենք անում, Աստծուն ինչպես ենք խոնարհվում, Տեր իմ եւ
Աստվածի։ Որովհետև եթե մենք այդ խոստովանությունը չանենք, դու ես իմ Տերը, դու ես իմ Աստվածը, դու ես իմ արարիչը, դու ես իմ հայրը, ինքը ոչ մի հրաշք չի կարող մեր կյանքից ներս անել։ Այսինքն այդ ամենը ընդունելու համար մենք պետք է խոստովանենք Տիրոջը, բարձրաձայն, դու ես իմ Տերը, դու ես իմ արարիչը, դու ես իմ փրկիչը, դու ես իմ սերը, դու ես իմ կյանքը, դու ես ամենամեծը, եւ եթե դու ես, ուրեմն ես քեզ խոստովանում եմ, եթե ես քեզ ընդունեցի, ուրեմն ես քեզ կատարելապես ճշմարիտ հոգով եւ ճշմարտությամբ խոստովանում եմ, որ դու ես այն արարիչը, որ ինձ ստեղծեցիր քո պատկերով եւ հնարավորությունը տվեցիր քո նմանությունն ունենալ, քեզ նման լինելու այդ մեծագույն շնորհը ցույց տվեցիր։ Ահա սիրելի ավատացյալներ, տեսեք թե Աստված ինչ գեղեցկությամբ մոտեցավ մեզ, ինչ մեծ սիրով մոտեցավ մեզ։ Ուրեմն աղոթում եմ, որ Աստված մեր հոգուց ներս, մեր կյանքից ներս, մեր սրտից ներս նորոգի իր հոգևոր տաճարը, որ մենք ենք, որպեսզի մենք դառնանք սուրբ հոգու տաճարներ։ Եվ այնտեղ ամենասուրբ երրորդությանը հոգով եւ ճշմարտությամբ ամեն վարքյան փառավորենք։ Այմա Ժորժ ջան, ձեր հարցերը տվեք։ Մարմնով եւ հարություն է առել նույն մարմնով եւ համբարձվել է եւ հոր աջ կողմն է նստել նույն մարմնով, նովիմբ մարմնով, ըստ գրաբարյան տեքստի, որը նշանակում է նույն մարմնով։ Այո, եւ պիտի գա դատելու ամբողջ աշխարհը նույն մարմնով։ Հա, Նորատատի ջան։ Դե գիտես Նորատատի, շատ մարդիկ մտածում են, որ երբ որ մեկին մաղթում ենք ողորմություն, իրենք հոգեհանգստյան այդ ողորմի բառի հետ են շփոթում, դրա համար են նեղվում շատ հաճախ, չգիտեն, որ Աստված քեզ ողորմի, այսինքն ողորմություն ցույց տա, իր սերը ցույց տա, մենք պետքա բացատրենք իրենց, որ այդ ողորմի բառի հետ որևէ առնչություն չունի այդ որակի ասածը։ Դե դրա համար պետք է Նորատատի ջան, կարող եք կանչել, ես իր հետ կխոսեմ, հա։ Որովհետև ժողովրդի ասած այդ ողորմի բառը նույն ողորմյան է, բայց օգտագործվում է մահացածների համար։ Ինչպես դա Աստվածաշնչից ենք իմանում։ Երբ որ Ռութի սկեսուրը իր երկու որդիները մահացան, հարցներից մեկն ասաց, ես քեզ շատ եմ սիրում, բայց չեմ կարող քեզ հետ մնալ, ես պիտի գնամ իմ հոր անստուն, Ռութը ասեց, ուր էլ որ գնաս, ես քեզ հետ եմ։ Եվ Ռութը գնաց ցորեն հավաքելու։ Գիտեք, Մասիսում էլ կա այդ սովորությունը, չգիտեմ, այստեղ կա թե չէ, երբ որ հնձում են կողքերից մոտ 1 մետր հեռավորության վրա չեն հնձում, որպեսզի աղքատները գան հավաքեն։ Եվ Ռութը, երբ որ Բոոս, այսինքն Դավիթ Մարգարեի, Դավիթ թագավորի պապին, Հեսեի հայրը, տեսնում է Ռութին, այսինքն Դավիթ Մարգարեի տատիկին, սիրահարվում է եւ տեսնում է, որ սիրուն աղջիկը ասում է՝ մի քիչ շատ պահեք։ Երբ որ Ռութը շատ է ցորենը քաղում, տանում է Նոեմին եւ պատմում է Նոեմին, Նոեմին ասում է՝ օրհնյալ է Աստված, որ իր գութը չպակասացրեց, այսինքն գութ այստեղ ողորմություն է նշանակում, ոչ մեռածներից եւ ոչ էլ կենթանիներից, այսինքն երբ որ մենք ողորմություն ենք անում, Աստված իր ողորմությունը չի պակասեցնում ոչ մեռածներից եւ ոչ էլ կենթանիներից, այսինքն դրա համար դուք միշտ ձեր մահացածների անունով ողորմություն արեք, հա։ Իսկ մարդուն կարող եք իհարկե մաղթել, որպեսզի Աստված իր ողորմությունը ցույց տա, հա, Նորատատի ջան։
Երևացնում են ինձ, գնում են մեկի մոտ, դարդարվում են, ասում են սենք ջղայնացրեց իրան ունեն, թե դա բաբասանքա։ Նայած ինչ իմաստով եք անում, եթե գալիս եք խոստովանելու, դա ուրիշ բան է, բայց եթե դուք գնում եք ինչ-որ մեկին պատմում եք, որպեսզի նպատակը լինի դատապարտությունը, այո, դա մեղք է։ Կարող եք այդպես ասել, բայց առանց դատապարտվածության, առանց քենի, առանց ողի, առանց չարության, հա, տղես։ Աղանդավորների խաչընդունների մասին խոսեք, ընդունում են չեն ընդունում, որովհետև ես տեսել եմ աղանդավորների եկեղեցու վերևը խաչ կա, հասկանալի այդպես եմ։ Տես տղես, բոլոր կրոնական կազմակերպությունների իրենց բեմերում, իրենց տարբեր տեղերում խաչը կա, բայց երբ որ մենք ասում ենք խաչ, իրենք ասում են ինչ է խաչակնքվում, Աստվածաշունչում գրած չի։ Խաչը Պողոս Առաքյալը նկարագրեց որպես Աստծո զորություն, չարին հաղթելու զենք, մեր պարծանք, եւ ով Քրիստոսին է դեմ, ով խաչին է դեմ, նա Քրիստոսին է դեմ։ Ինչ են մեջ բերում նրանք, ասում են, եթե Քրիստոսին սպանեին ատրճանակով, պետք է ատրճանակը պաշտեք, նախ մի քանի ասպեկտներով բացատրենք։ Նախ առաջինը, անցած իրողությունները եթեով չի կարելի սկսել։ Այդ եթեով սկսող նախադասությունները տգիտական նախադասություններ են, տգետներ են այդ ասողները։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում, ասում եմ պատկերացրեք, գնաք եւ ֆիզիկոսին ասեք, եթե գրավիտացիա չլիներ։ Եթե արևը լույս չտար, եթե արևը ջերմություն չտար, պետք լինի, չէ՞։ Անկապ հարց է, չէ՞։ Տգետ հարց է, որտեղ արդեն արևը լույս է տալիս, արևը ջերմություն է տալիս, արդեն ձգողականության ուժը գործում է։ Հիմա, բայց եթե ցանկանում են մենք իրենց եթեին պատասխանենք, այո, որտեղ Աստված այդպես կհայտներ իր զորությունը, բայց Աստված հավիտյաններից առաջ ընտրեց խաչը, իր զորությունը, որպեսզի ցույց տա իր խաչի զորությունը, որտեղ խաչը ինչ է նաև, Աստծո գահն է։ Ասում եմ մեկը գնում էր հյուսիս, մեկը հարավ, մեկը արևելք, մեկը արևմուտք։ Խաչ է ձևակերպում։ Եվ ամբողջ խնդիրը որն է։ Խաչի մասին, խաչակնքվելու մասին եւ խաչի մասին շատ հստակ պատասխանում է Աթանաս մեծ հայրապետը։ Այն հայրապետը, ով կանոնականացրեց Աստվածաշունչը, նոր կտականը։ Երբ որ մենք նոր կտականի 27 գրքերն ընդունում ենք, դա Աթանաս հայրապետի կանոնն է, որ մենք ընդունում ենք, որտեղ շատ ուրիշ կանոններ կային, որոնք այս 27 գրքերը չէին։ Աթանաս մեծ հայրապետը 367 թվականին զատկական ճառով կանոնականացրեց։ Եթե մենք ընդունում ենք Աթանաս մեծի կանոնը, Աստվածաշունչը, այդ ոչ չենք ընդունում Աթանաս մեծի խաչակնքվելու մասին խոսքը, խաչի մասին խոսքը, խաչի պատկերի մասին խոսքը։ Ամբողջ խնդիրը հենց սա է, որ մարդիկ այդ կեղծիքներով իբրև թե իրենք խաչ ընդունում են, բայց խաչ չեն ընդունում, որովհետև մենք Աստծո զորությանը երկրպագում ենք, Սուրբ Գրիգոր Նարեկացին ինչ է ասում, ասում է երկրպագեմ Սուրբ խոստովանեմ, երկրպագեմ խաչիդ խորհրդին, այո երկրպագում եմ, այո խոստովանում եմ, բայց խաչիդ խորհրդին, Աստծո զորությանը։ Ահա այդ նույն օրինակով մենք երկրպագում ենք խաչին ոչ թե նյութ, այլ որպես Աստծո զորություն։ 137-րդ Սաղմոսի 2-րդ համարում Դավիթ մարգարեն ասում է երկրպագեմ Սուրբ տաճարին։ Դավիթ մարգարեն չէր երկրպագում տաճարի ձևին, տաճարի նյութին, կառուցվածքին, այլ երկրպագում էր տաճարի խորհրդին, Աստծո ներկայությանը։ Ահա հենց այդ նույն օրինակով մենք ենք երկրպագում խաչի խորհրդին որպես Աստծո զորություն, եւ ոչ թե որպես նյութ։ Նյութը կարիք չկա այլ երկրպագելու։ Ուղղակի նյութը միջնորդ է հանդիսանում երկրպագության, ինչպես Դավիթ մարգարեն երկրպագում էր տաճարին։ Խաչը Աստծո նշանն է, եւ երևեցի նշան որդվո մարդու հերկինս, եւ այն ժամ կոծեցին ամենայն ազգ երկրի։
Ասում է եւ կերևա մարդու որդու նշանը եւ բոլոր ազգերը ովքեր որ չեն հավատացել, պիտի լացուկոցի անեն։ Ինչի որտեվ խաչին չհավատացին։ Խաչի խորհրդին չհավատացին։ Նա Հուսով եմ պատասխանեցի տղես։ Էլի հարց։ Հա։ Հնարավոր է, որ մարդը բոլոր մահկանացուները Ադամից մինչև վերջին ծնվելիք երեխան տեսնեն, բայց այստեղ հարցը առաջանում է այսպես, ուրեմն տեսիլքները, երազները լինում են 3 կերպ են լինում, նախ առաջինը լինում է Աստծուց, Աստված ինչ-որ մի բան է ուզում հայտնել, ինչպես Հովսեփին ցանկացավ հայտնել, Հովսեփ Տյառն հորը, որ տեսիլքում երազի մեջ երևաց։ Երկրորդը սատանայից, որպեսզի այդ տեսիլքների, այդ պատրանքների միջոցով մեզ խաբեն։ Ինչ ասում, պատրանք աշխարհի խաբեցին զիս։ Աշխարհի պատրանքները, որով որ աշխարհում հենց պատրանքներ էին ստեղծում, ինձ խաբեցին։ Եվ երրորդը առօրյա հոգսերից կարող է լինել։ Այսինքն շատ երեխեք, երբ որ գալիս են, ինձ ասում են վախեցել ենք, որովհետև օրինակ ես շատ եմ հարց տվել, մուլտիկ նայել եք, հա, SS մուլտիկներն ենք նայել, ինքը ենթագիտակցորեն ինքը այդ մուլտիկից վախենում է արդեն, իր մեջ այդ մուլտիկը արտնաստում է վախի մթնոլորտ։ Դրա համար պետք է գաք քահանայի մոտ, աղոթի եւ ամեն ինչ կանցնի։ Պետք է զգույշ լինենք, էլի ուզում եի ասել։ Դա պետք է քահանայի հետ խորհրդակցեք։ Շատ ինդիվիդուալ է։ Այսպես գլոբալ չենք կարող պատասխանել, որովհետև դա շատ ինդիվիդուալ է։ Տվյալ մարդ ինչպես է իր տեսիլքի, իր երազը պատկերացնում։ Հա, իմ աղջիկ։ Երրորդ օրը հարություն առնելը, սա շատ հետաքրքրական կերպով նկարագրում է Հովնան մարգարեի պատմությունը։ Հովնան մարգարեն Իսրայելում ապրող մարգարե, Աստված երևում է եւ ասում է՝ դու պետք է գնաս ասորեստանցիներին քարոզես։ Պատկերացրու իմ աղջիկ, հրյաների համար ասորեստանցիները, ասորիները ամենաթշնամի ժողովուրդն էին։ Պետք ինքը գիտեր, երբ որ գնա քարոզի դարձի գան, Աստված էլ չի կոտորելու, չի կործանելու։ Ինքը սպասում էր, որ պետք է ասորեստանը կործանվի։ Եվ Աստծու երեսից ելնում եւ փախնում է։ Նավով ուզում է փախնել եւ մեծ փոթորիկ է առաջանում։ Ինքը հասկանում է, որ դա իր մեղքն է։ Եվ գցում են ծովը, կետը կուլ է տալիս եւ 3 օր մնում է այնտեղ։ Կետի փորում։ Եվ կետը դուրս է գալիս, դուրս է գցում Հովնանին եւ Հովնանը գնում է դեպի Նինվե քարոզելու եւ ապաշխարության։ Տես, եթե 4 օր մնար, 4-րդ օրը, 3-րդ օրից հետո 4 տարերը բաժանվում են, բայց Քրիստոսի մեջ կենթանությունը կար, ուրեմն 4 տարերը չպետք է բաժանվեին։ Եվ ինքը մտնում է այդ խորհրդի մեջ, ուրբաթ, շաբաթ, կիրակի 3-րդ օրը հարություն է առնում, քանդում է դժոխքը, ազատում է հոգիներին եւ մեզ նոր կյանքի է բերում։ 3-րդ օրվա խորհուրդը հենց դա է իմ աղջիկ։ Հա, խնդրեմ։ Հա, նորատատի։ Տնօրտների շրջանը մինչև համբարձում, մինչև հոգեգալուստ։ Հինան շրջանում։ Պիտի շատ աղոթեք իր համար, շատ աղոթեք։ Ժողովուրդ, երբ որ տեսնում եք որևէ մեկը մեղք է գործել, մեղքի մեջ է կամ սխալ ընթացքի մեջ է,
մի շտապեք դատապարտել, այլ մի անգամից աղոթեք այդ մարդու համար, որպեսզի այդ մարդը դարձի գա, որպեսզի Աստված այնտեղ փխրեցնի սիրտը եւ այդ փխրեցված սրտով ինքը կարողանա Աստծուն ընդունել, բայց դա լինում է միայն ձեր աղոթների միջոցով, որովհետեւ Աստված թույլ է տալիս, որպեսզի մենք կարողանանք դիմացինի համար աղոթք անել։ Դիմացինի համար աղոթք անել, Աստված այդ սիրտն է տալիս, որտեվ եթե մենք չաղոթեցինք դիմացինի համար, Աստված ինչպես պետք է փրկի մեզ։ Ինչ օրինակով պետք է Աստված փրկի մեզ։ Եթե մենք աղոթք չենք արել դիմացինի համար, եթե մենք գութ չենք ունեցել, ողորմություն չենք ունեցել, ինչ ձևաչափով։ Տեսանք որևէ մեկը առողջական խնդիր ունի։ Մենք պետք է մի անգամից իր համար աղոթել, չդատապարտել, չդատել, չվիրավորել, ցույց չտալ, որ դուք հասկացել եք, որ ինքը հիվանդ է, այլ միայն աղոթել։ Հա։ Իսկ շատերը ասում են սրբապատկերն է, մի բական է, իսկ իկոնա, բայց այդ սրբապատկերն է միջոցավոր ես Աստծո հետ շփվում։ Ուրեմն նույն հիշեցիք, չէ, որ Աթանաս մեծ հայրապետի մասին էի պատմում։ Աթանաս մեծ հայրապետը, որ նոր ներկայացեցի, որ Աստվածաշունչը ինքն է կանոնականացրել, նոր կտական ինքն է կանոնականացրել, պատմում մի գեղեցիկ պատմություն։ Ասում է մի քրիստոնյա ընտանիք 4-րդ դարում իր տանը խաչելության պատկերն ուներ։ Եվ այդ տունը ծախում է եւ հрьяաներ են առնում։ Հрьяաներն ասում են, ինչպես որ մեր հայրերն անարգեցին Քրիստոսին, Հիսուսին, արի մենք էլ անարգենք։ Եվ այդ պատկերի կողը ճղում են, թքում են, պատկերին են անարգում, ինչպես որ Քրիստոսին էին անարգել։ Եվ այդ պատկերի կողմից արուն է հոսում։ Վախվորած գնում են եպիսկոպոսին են դիմում, վստահաբար իրեն։ Գնում են եպիսկոպոսին են դիմում, եպիսկոպոսը գնում է եւ տեսնում է, որ Տիրոջ արյունն է հոսում այնտեղից, որտեղ հрьяաների օրինակով անարգել էին։ Եվ այս ընտանիքը դարձի է գալիս։ Հիմա եթե չենք հավատում պատկերներին, չնայած Աստվածաշունչը հազարավոր տողեր, ասում է լեռան կատարի տաճարի պատկերը սրբություն սրբոցն է։ Աստվածաշունչը մենք թարգմանել ենք աղանդավորական Աստվածաշունչների մեջ հենց այդ բառը հանած է։ Եբրայերեն ցիհորոտ այդ բառը կա, աղանդավորների Աստվածաշունչից այդ բառը հանած է։ Պատկեր, նկար, այդ իմաստով։ Պատկերացրեցիք։ Մենք նյութին չենք երկրպագում։ Մենք խորհրդին ենք երկրպագում, ժողովուրդ։ Նյութը չկա, նյութը գոյություն չունի։ Հոգևոր կյանքում նյութը գոյություն չունի։ Ինքը ինչքան որ կա նյութը 1000 անգամ այն կողմ խորհուրդն է։ Աստծո զորություն։ Հնարավոր է, Մարիամ Աստվածածնի արձանը արտացվի։ Մենք այդ խնդիրը չունենք, ընդունելու կամ չընդունելու։ Հնարավոր է։ Հա, ժողովուրդ ջան։ Ճիշտ չի թափելը, որովհետև Աստված այդպես էր իր ողորմությունը հայտնել։ Կարելի է ուղղակի վառել, կարելի է ուղղակի հա։ Շատ լավ, ժողովուրդ ջան։ Շնորհը, սերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեզ հետ լինի այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։